Կիրակի ժամը 22-ին Սուրանկյան հերթական թողարկմանը դիտեք։ Մեծ աղմուկից ամիսներ անց կամ ինչպես պահպանել մեր ինքնությունն ու հիշողությունը, ինչպես են մասնագետները գնահատում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերանորոգումը եւ արդյոք ճիշտ էր հուշարձանը վստահել աշխատանքային փորձ չունեցող կազմակերպությանը։ Թուրքը իմացավ, որ Երևանում եղել է շատ անեկալ։ Ունենք գաղափարի մակարդակով սխալ մոտեցում կոտրված, ճակած։ Այդ գործընթացը պետք է շատ երկար քննարկումներով գնալ։ Չէին ուզում ընկալեն, թե արհավիրքը ինչքան ծավալուն է։ Պետք է աղմուկ բարձրացնել, ասի սա իմ ժառանգությունն է։ Բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների արդյունքն ու ինքնասպանության հերթական դեպքը, ինչու են զինծառայողների մահվան վերաբերյալ պաշտոնական եւ իրավապաշտպանների տվյալները իրարից տարբերվում եւ ինչ չափորոշիչներից ելնելով են հարուցում քրեական գործեր։ Շուրջ 40 դեպք է եղել ինքնասպանությունների։ Չեն հասցնում զբաղվել, զորքը ազատ է մնում, շարքային զինվորը սպայի համար անհասկանալի մարդ է։ թղթաբանությունը թողում է, զբաղվում է զորքով, հետևում են թե այդ մարդը ինչ առանձնահատկություններ ունի։ Էլի հանգեցնում է բռնության։ Էլեկտրական շարժիչով հերթական մեքենայում ծակացած դերն ու ամենագնաց Մերսեդեսի վտանգավոր մանևրը, 5 մեքենաների մասնակցությամբ շղթայական վթարն ու ավերածություններ գործած Բեռնատարի վարորդի հակափաստարկը։ Ոյ մամա ջան։ Դու լավ մարդու բան չի եղել։ Արա դե ասեմ քիչ կամաց քշեք էլի։ Պրոցի եկած կանգնած է։ 3 վիրավոր, չէ՞։ Վիրավորներից մեկի կոշիկը։ Հույսի ու աղոթքի արանքում կամ կյանքի բազմաթիվ հարվածներին դիմագրաված կնոջ ուրախությունը, ում միջոցով հնարավոր դարձավ ապահովել 14-ամյա տղայի վիրահատությունը եւ ովքեր են ուժելու երեխաների հոգեբանական սթրեսները։ Բազմաթիվ դժվարությունների մեջով եք անցել։ Բարերարները մեզ զանգահարել են։ Երեխաներն այստեղ այսօր անցնելու են հոգեախտորոշում։ Ամենանեղ տեղին ինքը կարողանա դուրս գա։ Երեխաները շատ էին ուրախացել։ Հրաչակ, հաղարջան։ Ցավոտ հարցերի պատասխանները կգտնենք միասին։